Փոփոխությունների տարի, որը վերածվեց ձեռքբերումների։ 2025 թվականը Յոլյան կենտրոնում։ 2025 թվականի հունվարին կենտրոնում շահագործման հանձնվեց երկրում իր նշանակությամբ և տեսակով Եզակի Արյան բանկի նոր մասնաշենքը համապատասխանեցված միջազգային չափանիշներին և հագեցված ժամանակակից սարքավորումներով։ Այն ապահովում է երկրում անհրաժեշտ արյան բաղադրամասերի մեծ մասը, ինչպես նաև այստեղ են հավաքագրվում և պահպանվում արյան պետական պաշարները։ Տարեսկզբին շահագործման հանձնվեց նաև արյան ծառայության Գորիսի բաժանմունքի նոր շենքը, ընդլայնելով և ուժեղացնելով արյան ծառայության հնարավորությունները տարածաշրջանում։ Երևանում Արյան բանկի բացման օրը սկիզբ դրվեց մի նախաձեռնության, որի շրջանակում հանրապետության տարբեր ուժհաստատություններ միմյանց մարտահրավեր նետելով կազմակերպեցին արյունատվության ակցիաներ իրենց աշխատակիցների շրջանում։ Նախաձեռնությանը միացան 19 բժշկական կենտրոններ, իսկ տարեվերջին այն ամփոփվեց Յոլյան կենտրոնում։ Այս տարի մեծ շուկով նշվեց արյան դոնորի միջազգային օրը, որն իրականացվեց Յոլյան կենտրոնում և կենտրոնի 5 մարզային բաժանմունքներում։ Մեկ օրվա ընթացքում ավելի քան 250 անվարձահատույց արյունատվություն իրականացվեց։ Կենտրոնում այս տարվա ընթացքում ներդրվեց մանկական պալիատիվ շարժական ծառայության պիլոտային ծրագիրը, որը հաջողությամբ իրականացվեց և առաջիկայում կշարունակվի, ընդլայնելով ծառայությունից օգտվող երեխաների թիվը։ 2025 թվականին կենտրոնում ներդրվել են մի շարք նոր ծառայություններ, այդ թվում ամբուլատոր պայմաններում արյան փոխներարկման ծառայությունը, Երևանում շարժական պլազմաֆերեզի, իսկ Վանաձորի և Գյումրիի բաժանմունքներում պլազմաֆերեզի ծառայությունները։ Վիրաբուժական գործունեության շրջանակում ներդրվել և գործարկվել են կենտրոնական երակային մուտք ապահովող ժամանակակից միջոցներ, ներառյալ պորտհամակարգեր, թունելային կաթետրներ և PICC կաթետրներ։ Կարևորելով կրթության դերն ու միջազգային համագործակցությունների նշանակությունը, կենտրոնը մեկ տարվա ընթացքում կազմակերպել է 2 միջազգային գիտաժողով, հրավիրել մոտ 2 տասնյակ միջազգային փորձագետների կիսվելու իրենց փորձով։ Յոլյան կենտրոնը մի շարք ծառայությունների գծով ստացավ ՀՍՏ ISO 9001-2016 սերտիֆիկատը։ Մենք ստացել ենք ISO 9001 սերտիֆիկացում, որը որակի և վստահության չափանիշ է, միջազգային ստանդարտ, որը սահմանում է որակի կառավարման համակարգի պահանջները, որով մեր ծառայությունները դառնում են ավելի թափանցիկ և կանխատեսելի։ Ստացել ենք 3 ոլորտներով՝ արյունաբանության ոլորտ ընդհանուր, որը իր մեջ ներառում է նաև փոխպատրաստումը, ոսկրածուծի լաբորատոր բժշկության ոլորտը, որտեղ մենք ունենք բավականին ընդարձակ լաբորատոր ծառայություն, և ստացել ենք նաև հենց փոխներարկումային բժշկության, տրանսֆյուզիոլոգիայի և պերֆյուզիոլոգիայի ոլորտում։ 2025 թվականին թողարկվեց yolyan.org վեբկայքը, որը ներկայացնում է կենտրոնի գործունեությունը և համապատասխանում է պահանջող ստանդարտներին։ Մեկնարկել է լաբորատոր աշխատանքի ավտոմատացման և թվայնացման համակարգի LIMS-ի ներդրման աշխատանքները, ինչպես նաև իրականացվել է համակարգչային տեխնիկայի աննախադեպ վերազինում։ Բոլոր աշխատակիցներին տրամադրվել է անվանակարտեր և ստեղծվել էլեկտրոնային հասցեներ։ Մոտ 10,000 քառակուսի մետր տարածքում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, որոնք բարելավել են շենքային պայմանները, դրանք հարմարացվել են աշխատակիցների և այցելուների համար։ Գույքը փոխարինվել է նորով, հարմացվել է մահճակալային ֆոն։ Մեկ տարվա ընթացքում մենք ակտիվորեն համագործակցել ենք 17 լրատվամիջոցների հետ և իրականացրել ավելի քան 60 ռեպորտաժ հարցազրույց հանրության իրազեկման և առողջապահական գիտելիքների ամրապնդման նպատակով։